Արփինեն եւ ամուսինը տուրիստական ընկերությունից են իմացել, որ Դուբայից իրենց վերադարձի չվերթը չեղյալ է հայտարարվել։ Այսօր հյուրանոցում նրանց վերջին օրն է։ Եթե չկարողանան վերադառնալ, տեղափոխվելու են այլ հյուրանոց։ Ծախսերն էլ իրենց միջոցներով են անելու։ Տուրիստականի գիդը ասաց, որ պետք չի դուրս գալ սենյակներից։ Հիմա սպասում ենք, տեսնենք ինչ են անում, որովհետև հյուրանոցում ասում են, որ մեզ համար ոչ ոք ոչ ման չի ասել, որ երկարացնեն մեր մնալու համար, իսկ վճարման համար կրկնակի թանկ վճար են ուզում, եթե ուզում եք շարունակենք մնանք ստեղ։ Մենք էլ ֆինանսապես պատրաստված չէինք դրան։ Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ այս պահին նման վիճակում են։ Մերձավոր Արևելքի օդանավակայաններում ու հյուրանոցներում են նրանք նամակով տեղեկացել, որ իրենց վերադարձի չվերթները չեն լինելու, բայց միայն այստեղ գտնվող քաղաքացիները չեն, որ նման խնդիր ունեն։ Մերձավոր Արևելքը նաև տարանցիկ շրջան էր դեպի Արևելք թռիչքների համար։ Օրինակ Թայլանդում, Շրի Լանկայում բնակվող զբոսաշրջիկների մասով խնդիր ունենք, որոնք եւս չեն կարողանում այդ տարանցիկ զոնաները օգտագործելով հասնել իրենց պետություն։ Տոմսերի գները աննախադեպ թանկացել են։ Տուրիստական գործակալությունից հայտնում են, չարթերային թռիչքների գները տատանվում են 1000-ից 3000 դոլարի սահմանում, բայց դրանք դեռ չեն իրականացվել։ Բոլոր այն մարդիկ, ովքեր պետք է տարանցիկ զոնան օգտագործեին Մերձավոր Արևելքի պետությունները, այս պահին կանգնած են խնդրի առաջ եւ չեն կարողանում հասնել։ Անգամ մեկ ուղղության ավիատոմսի արժեքը, օրինակ, չգիտեմ, Փուկետից, Բանգկոկից, Թայլանդի այդ ուղղություններից արժեքը հասնում է շուրջ 3500 դոլարի։ Փորձում են նոր թռիչքներ եւս իրականացնել, օրինակ Արաբական Էմիրությունների հարևան պետություն Օմանից, Մասկաթից, այստեղ եւս թռիչքների արժեքները էլի բարձր են, քանի որ փորձում են նոր չարտերային չվերթներ ավելացնել, այսինքն ոչ կանոնավոր չվերթը ավելացնում, որի մեկ կողմի արժեքը տատանվում է 1100 դոլարի։ Արտգործնախարարությունը այս օրերին գործարկված թեժգծին մոտ 40 զանգ է ստացել։ Եվս 20 զանգ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն է ստացել։ Հայաստանի քաղաքացիները փորձում են վերադարձի տարբերակ գտնել։ Նախարարությունը էմիրություններում գտնվող քաղաքացիների համար Մասկաթ, Թբիլիսի տարբերակն է առաջարկում։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել ներկայացված հայտը։ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ըստ հնարավորության կաջակցի նաև թռիչքի համար Արաբական Միացյալ Էմիրություններից Մասկաթ տեղափոխման հարցում։ Ավիացիայի մասնագետ Հակոբ Ճաղարյանը տեղեկացնում է, որ եթե մեկնել եք Եվրամիության գրանցում ունեցող ավիաընկերություններով, ապա միջազգային իրավունքի շրջանակում առավելություններ ունեք։ ԵՄ կարգավորումը սահմանում է տոմսի ամբողջական վերադարձ կամ այլընտրանքային երթուղով տեղափոխում։ Սնունդ, խմիչք, հյուրանոց, եթե անհրաժեշտ է գիշերակաց։ 250-ից 600 եվրո փոխհատուցում միայն եթե հետաձգումը ավիաընկերության մեղքով է։ Բայց ստեղծված իրավիճակում միայն խնամքի պարտավորությունն է մնում ուժի մեջ։ Ֆորսմաժորային իրավիճակներում գումարի վերադարձը չի գործում։ Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիան էլ կարգավորում ունի, ըստ որի ուղևորները կարող են պահանջել, որ իրենց տեղափոխած ավիաընկերությունը գործընկերների ցանցի միջոցով վերաուղղորդում իրականացնի։ Խորհուրդ եմ տալիս օգտագործել Էմիրատների բոլոր օդանավակայանները որպես վերադարձի հարթակ։ Այս պահին առավել իրատեսական ելքային կետերն են՝ Դուբայ, Fly Dubai, Շարժա, Air Arabia, Abu Dhabi, Wizz Air, Abu Dhabi։ Նշածս ավիաընկերություններն ունեն բազմաթիվ տարածաշրջանային թռիչքներ։ Ավիացիոն փորձագետը առաջարկում է ստուգել ոչ միայն դեպի Երևան վերադարձի տարբերակը, դիտարկել նաև Թբիլիսին, Լառնական, Բեյրութը, եգիպտական օդանավակայանները։ Այս պահին արտգործնախարարության առաջարկած միակ տարբերակը Մասկաթ Թբիլիսին է։ Օմանի օդային սահմանը դեռ բաց է, բայց քանի որ վերադառնալու խնդիր ունեն ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, Օմանի օդանավակայաններում բազմահազարանոց հերթեր են։ Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։